Շարունակական մեղքը թշնամուն իրավունք է տալիս հաստատվելու։ Շարունակական մեղքը, այսինքն անընդհատ ես արհամարում եմ Աստծո խոսքը, անընդհատ մեծ ու փոքր ստերի մեջ եմ, անընդհատ մարդկանց հետ կռիվների մեջ եմ, անընդհատ իմ մեջ կամ թեկուզ եւ լեզվով ֆիզիկապես մարդկանց հետ վեճերի մեջ եմ, անընդհատ տարբեր տեսակի բաներ, որ պետք չի նայել, ես նայում եմ, եւ այս շարունակական մեղքերը արդեն իրավունք են տալի, որ սատանան հաստատվի մեր տարածքում եւ ասի այլևս այս տարածքի տերը դու չես։ Ինչպես հիշում եք Սամսոնը, որ հզոր մեկն էր երկար մազերով, մի անձնավորություն, որի անունից դողում էին բոլոր փղշտացիները, եւ այնքան խաղաց մեղքի հետ, այնքան անտարբեր եղավ հոգեվոր իր ստացած ժառանգության հետ, որ մի օր զարթնեց ցավոք սրտի Դալիլայի ծոցում, մազերը կտրած, եւ որ թշնամիները վրա տվեցին ու ուզում էին նրան բռնեն, նա ասավ հիմա ելնեմ առաջվա նման սաղին կոտորեմ, ինքը կոտորվեց եւ նրա աչքերը հանեցին եւ նա դարձավ սատանայի ջաղած քարը պտտող սիրելներ։ Ուրեմն շարունակական մեղքը թշնամուն իրավունք է տալի հաստատվել։ Սա ամենածանր փուլն է, երբ մեղքը դառնում է սովորույթ կամ կռապաշտություն, սա նաև կոչվում է հոգևոր շնություն։ Այս դեպքում թշնամին այլևս պարզապես չի հարձակվում, այլ տիրում է եւ վռնդում է օրինական տիրոջը իր իսկ տարածքից, սա արդեն գերություն է։